Բարոյ սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն դեկտեմբերի 29-ն է ու այսօրվա մեր հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Արարատ Միրզոյանի երեկվա հարցազրույցին, որը որոնատվել է հանրային հեռուստաընկերությանը Պետրոս Ղազարյանին, հետաքրքիր մտքեր են արտահայտվել այդտեղ այդ հարցազրույցի ժամանակ, հետաքրքիր հարցեր են հնչել, հետաքրքիր պատասխաններ են եղել մեզ համար, որով որ կարծում եմ կարևոր է նաև քննարկել մեր հաղորդման ընթացքում, նրանց բացի անդրադառնանք Թրամփ-Զելենսկի հանդիպմանը, Թրամփ-Պուտին հեռախոսազրույցին եւ Թրամփի հայտարարություններին ռուս-ուկրաինական պատերազմի մասով եւ Պուտինի հետ հեռախոսազրույցի ու ընդհանրապես նրա պատկերացումների մասով Պուտինի նկատմամբ։ Սկսենք Արարատ Միրզոյանի երեկվա հարցազրույցից, շատ հետաքրքիր հարցազրույց էր, կարծում եմ տարին ամփոփող հայտարարություններ եւ մենք այդտեղից ավելի հստակ հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականությունը, չնայած որ մեծ հաշվով մեզ համար անհասկանալի եւ մութ կետեր մինչեւ այս պահն էլ չկային, բայց այնուամենայնիվ, երբ որ նման հարցազրույցներ ես լսում, սկսում ես ավելի նուրբ հասկանալ Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ նրանց բացի միշտ լինում են այնպիսի պահեր, որտեղ որ դու քեզ համար ինչ որ մի նոր բացահայտում ես անում։ Նախքան հաղորդումը սկսել ես, սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ նաեւ լայքերի մասին, դա շատ կարեւոր է մեր ալիքի տարածման եւ զարգացման համար, ինչպես նաեւ բաժանորդագրվեք, եթե մինչեւ հիմա չեք բաժանորդագրվել մեր ալիքին։ Արարատ Միրզոյանը անդրադարձավ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Իրան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Եվրոպա եւ այդպես շարունակ։ Երևի սկսենք Ադրբեջանի հետ կապված նրա արտահայտած մտքերից եւ համոզված եմ շատերը լսել են այդ հարցազրույցը, չեմ կարծում որ անպայման պետք է ցիտենք Արարատ Միրզոյանի ասածը, դա ճիշտ էլ չի լինի, հարցազրույցը կա, բոլորը կարող են դիտել, բայց պետք է հասկանանք, որ Հայաստանը շարունակում է հետևողականորեն գնալ խաղաղության ճանապարհով, նա հստակ նշեց, որ Հայաստանի համար անընդունելի է Ադրբեջանի պահանջը սահմանադրության մասով եւ Ադրբեջանի կողմից դերևս չկա պատասխան, թե երբ ու որտեղ պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Նա նաեւ ասեց, որ խաղաղության պայմանագրի մասով այլևս բանակցությունները ավարտված են, համաձայնեցվել են խաղաղության համաձայնագիրը, գիտեք, նրանց բացի նախաստորագրումն էլ նշանակում է այն, որ այդ փաստաթղթի մեջ որևիցե փոփոխություն չի մտցվելու։ Այդ փաստաթուղթը կա, այդ փաստաթուղթը հրապարակվել է եւ բոլորիս համար ամեն ինչ կարծում եմ այդ մասով շատ պարզ է։ Առևտրի մասով նույնպես պարզ ձևով ընթանում են հայ-ադրբեջանական հարաբերությունները շատ լուրջ ձևով զարգացում է հիմա տեղի ունենում, որի մասին մենք չէինք կարող կանխատեսել նույնիսկ մի քանի ամիս առաջ, չեմ ասում տարի առաջ, նման պատկերացում չէինք էլ կարող ունենալ, որ նման արագ ձևով կզարգանան երկու երկրների միջև, թշնամական երկրների միջև հարաբերությունները, առևտուրը։ Արարատ Միրզոյանը անդրադարձավ նաև բենզին ներկրելու հարցին, բայց այդ ամենի հետ մեկտեղ նա խոսեց նաև խնդիրների մասին, հայ գերիների մասին, որոնք որ պահվում են Ադրբեջանում, այսինքն դերևս չլուծված հարցերը շատ են եւ դա բոլորս էլ գիտենք, ցավոք սրտի։ Հայաստան-Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերություններին էլ անդրադարձավ Միրզոյանը, խոսեց, որ իրենց քննադատում էին, որ նախորդ ադմինիստրացիայի հետ էր կնքում ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ, բայց տեսանք, որ այդ փաստաթղթի հիման վրա նոր փաստաթղթեր ստորագրվեցին, նաև Nvidia-ի կողմից արվող կամ արվելիք ներդրումներից խոսեց Արարատ Միրզոյանը եւ իրոք դա շատ մեծ նշանակություն ունի Հայաստանի համար ու կարծում եմ ամենակարևոր հարցը այն է, որ հիմա շատ արագ, շատ շուտ կսկսվեն արդեն կոնկրետ բանակցությունները TRIP-ի իրականացման մասով եւ ըստ Արարատ Միրզոյանի արդեն հաջորդ տարվա երկրորդ կեսին հնարավոր է մենք տեսնենք TRIP-ի աշխատանքների մեկնարկ, այսինքն շինարարության մեկնարկը
Հայաստանում, ինչը բնականաբար շատ մեծ եւ կարեւոր իրադարձություն է ոչ միայն Հայաստանի համար, այլ ամբողջ տարածաշրջանի համար եւ հայ-ամերիկյան հարաբերությունների համար։ Այսինքն հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման պոտենցիալը իրոք շատ մեծ է եւ մենք այս առումով շատ ճիշտ վերլուծություններ էինք կատարում սիրելի հայրենակիցներ ամիսներ շարունակ։ Հայաստան-Իրան հարաբերությունների մասով հարց հնչեց, ռազմավարական հարաբերությունների Միրզոյանը հաստատեց, նա պարզաբանեց, որ հա Իրանում կա որոշակի հարցեր կան Իրանում ճանապարհների ապաշրջափակման հետ կապված, բայց Հայաստանի Հանրապետությունը շատ լուրջ ձևով աշխատում է իրանական կողմի հետ եւ տալիս է բազմաթիվ հարցերի պատասխաններ, որոնք որ հուզում են իրանական կողմին եւ փորձում են բացատրել իրանցիներին, որ նաեւ դա հնարավորություններ է ստեղծում նույն Իրանի համար եւ ամբողջ տարածաշրջանի համար։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին դուրս թողնելու կամ դուրս մղելու Հայաստանից Հայաստանը որևիցե նման օրակարգ չունի, բազան փակելու, հեռացնելու 102-րդ բազան նույնպես չունի, այսինքն Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով ամեն ինչ անփոփոխ է Հայաստանի համար, այլ հարցը ԵՏՄ-ի մասով եւ շատ հետաքրքիր ձևով պարզաբանեց դա Արարատ Միրզոյանը, որ պետք չէ շփոթել Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները Հայաստանի ԵՏՄ-ում լինել չլինելու հետ։ Դե բնականաբար դա Հայաստանի դիրքորոշումն է, Ռուսաստանը միանշանակ կկապի այդ ամենը, դա էլ ասեմ, շատ կարևոր է։ Բայց այս Արարատ Միրզոյանի Եվրամիության մասով, քանի որ Հայաստանը օրենք է ընդունել եւ հստակ ասում է, որ ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ, եթե գա օրը եւ արդեն հարց տրվի Հայաստանը անդամակցելու է Եվրամիությանը թե չէ, եթե այդ հարցը գա օրակարգ եւ Եվրամիությունը պատրաստ լինի ընդունելու Հայաստանին, Արարատ Միրզոյանը հստակ ասում է, որ այդ ժամանակ մենք ԵՏՄ-ի մասով մեր որոշումը կկայացնենք։ Ես կարծում եմ, որ այդ ակնարկը բոլորի համար շատ պարզ է։ Պարզ է, կարծում եմ, նաեւ Ռուսաստանի Դաշնության համար։ Միանշանակ այդ ժամանակ, եթե այդ ժամանակը գա, այդ ժամանակները գան, իսկ ես հավատում եմ, որ պետք է որ գան այդ ժամանակները, Հայաստանը որոշում կկայացնի ի օգուտ Եվրամիության։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ըստ Արարատ Միրզոյանի ժամանակն է, որ մեծ փոփոխություններ տեղի ունենան հայ-թուրքական հարաբերությունների մեջ, հնարավոր է նաև հետաքրքիր ակնարկ կարեց, որ մինչև տարեվերջել ինչ-որ սիմվոլիկ քայլեր իրականացվեն, երևի Թուրքիան ինչ-որ քայլերի դիմի կամ եթե ոչ տարեվերջ, ապա տարեսկիզբ միանշանակ կարծում եմ նման բան տեղի կունենա, քանի որ հիմա ամեն օր այդ մասին է խոսվում, այդ մասին ակնարկեց նաև Արարատ Միրզոյանը, որ շատ շուտով, արիք օրերի մասին չխոսենք, կամ չասենք այս տարվա մեջ, թե հաջորդ տարվա սկիզբ, մոտակա օրերի ընթացքում պետք է որ տեղի ունենան հետաքրքիր իրադարձություններ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների միջև, դե երևի հայտարարվի հայ-թուրքական սահմանի բացման մասին, երրորդ երկրների անձնագիր ունեցողների, ինչպես նաև դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ Եվ ինչպես արդեն ասեցի, Եվրամիության մասով, դե Եվրամիության մասով գիտենք, սիրելի հայրենակիցներ, որ Հայաստանը բավականին կարևոր ջանքեր գործադրեց այս տարի Եվրամիության հետ խորացնելու հարաբերությունները, դրանք հասցվեցին հիմա ամենաբարձր մակարդակի ռազմավարական հարաբերություններ հաստատվեցին Եվրամիության եւ Հայաստանի միջև, եւ որքանով դա խոչընդոտ է հայ-ռուսական հարաբերությունների համար կամ դե պարզ է թշնամական է դարձել իրավիճակը Ռուսաստանի եւ Եվրոպայի միջև ու այդտեղ էլ Միրզոյանը հասկացրեց, որ հələ Հայաստանը շատ լավ կարողանում է երկուսի հետ էլ հարաբերությունները խորացնել եւ շարունակել։ Իսկ ինչ վերաբերվում է հիբրիդային պատերազմին եւ սպառնալիքներին եւ նրան, որ Եվրամիությունը հատուկ միջոցներ է հատկացնում Հայաստանին, հարցը շատ պարզ է, այդ սպառնալիքները գալիս են թե չէ Ռուսաստանից եւ պատասխանն էլ ճիշտ է դիվանագիտական էր, բայց ինձ համար անձամբ շատ պարզ էր, որ այո, Ռուսաստանից էլ գալիս են նման սպառնալիքներ, բազմաթիվ պատգամավորներ, ռուս պատգամավորներ եւ փորձագետներ, թե նաեւ Ռուսաստանի լրատվամիջոցները հիբրիդային պատերազմ են մղում
Հայաստանի դեմ, բայց այդ ամենը մեղմելու համար Արարատ Միրզոյանը ասաց, որ ոչ միայն Ռուսաստանից են գալիս այդ հիբրիդային սպառնալիքները։ Ինչ վերաբերվում է ռազմավարական հարաբերությունների հաստատմանը տարբեր երկրների հետ, եւ որքանով դա կապ ունի Հայաստանի անվտանգության հետ, հետաքրքիր պատասխաններ այդտեղ էլ հնչեցրեց Արարատ Միրզոյանը, ու ինձ համար կարևորը այն էր, որ Հայաստանը շարունակելու է այդ քաղաքականությունը, ռազմավարական հարաբերություններ հաստատել նորանոր երկրների հետ։ Բայց ըստ ինձ, սիրելի հայրենակիցներ, հարցը մի փոքր կարող է սխալ էր ձևակերպված, սակայն մյուս կողմից հնարավոր է շատերի մոտ հարց է առաջանում, թե այսպես արագ Չինաստանի հետ, Եվրամիության հետ, ԱՄՆ-ի հետ, Գերմանիայի հետ եւ այլ երկրների հետ, Ղազախստանի հետ արագ ձևով հաստատվեցին ռազմավարական հարաբերություններ, այսինքն դա սովորականի նման հասարակ մի բան է դարձել, ասեմ որ չէ, բնականաբար ոչ։ Ես դրանում միանշանակ համոզված եմ, դա շատ կարևոր գործընթաց է, որը որ մենք չենք արել եւ չենք ունեցել 30 տարիների ընթացքում։ Հիմա որ այսպիսի արագ տեմպերով այդ ամենը տեղի ունենում, մեզ համար դա թվում է արդեն մի տեսակ սովորական պարզեցված ինչ-որ մի գործընթաց, որը որ մեծ բան չի տալու Հայաստանին, սակայն ես կարծում եմ, որ չէ, այդ հարաբերությունների հաստատումը, նման հարաբերությունների հաստատումը աշխարհի ամենակարևոր երկրների հետ շատ բան են տալու Հայաստանին, շատ բան են տալու Հայաստանին եւ մենք մոտակա տարիների ընթացքում դրա ազդեցությունը, դրական ազդեցությունը միանշանակ զգալու ենք Հայաստանի համար եւ դա վերաբերվելու է թե մեր անվտանգությանը եւ թե տնտեսությանը։ Հիմա սիրելի հայրենակիցներ, անցնենք միջազգային հարցերի քննարկմանը, գիտեք երեք հանդիպում տեղի ունեցավ Թրամփի եւ Զելենսկիի միջև։ Նախքան դա ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Գրոսին հայտարարեց, որ համաձայնություն է ձեռք բերվել, որ ԱԵԿ-ների շրջանում հրադադար լինի, հիմա փորձելու են նորմալ ձևով աշխատացնել Զապարոժիայի ԱԵԿ-ը, այդտեղ շատ լարված է իրավիճակը, նաեւ վտանգներ կան մեծ, երբ որ այնտեղ անջատվում է լույսերը, իրոք մեծ վտանգ է առաջանում վթարի, իսկ եթե նման վթար տեղի ունենա, պատկերացրեք ինչ կարող է տեղի ունենա Եվրոպայի բավական մեծ մասի եւ Ռուսաստանի մի մասի հետ։ Բայց արի կանք բանակցություններին եւ այստեղ կարևորը այն է, որ նախքան բանակցությունները սկսելը Դոնալդ Թրամփը 1 ժամից ավել հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլը հաղորդում է, որ կարծես 1 ժամ 15 րոպե, Թրամփը հայտարարեց 2 ժամ, եւ դրանից հետո նոր Զելենսկիի հետ հանդիպումն է տեղի ունեցել։ Թրամփը լրագրողների մի քանի հարցին պատասխանելուց հետո նրանց արագ լանչի ուղարկեց բոլորին, շատ էր խոսում այդ լանչի մասին, ուկրաինական կողմը հավանել է թե չէ։ Դա որպես հումոր ընդունենք, բայց կարևորը այն է, որ բանակցությունները տեղի ունեցան եւ մենք ունեցանք նաեւ որոշ հայտարարություններ, երկար մամլո ասուլիս տեղի ունեցավ, բայց այդ երկար մամլո ասուլիսից ընդամենը մի քանի բան կարող ենք մենք վերցնել, քանի որ մեծ հաշվով ոչինչ չասող մամլո ասուլիս էր կազմակերպված Թրամփի եւ Զելենսկիի կողմից։ Կարևորը այն է, որ հայտարարվեց կողմերը առաջ են գնացել բանակցային գործընթացում եւ եթե նախկինում ասում էին, որ 90%-ն է բանակցվել, հիմա կարելի է նույնիսկ ասել 95%-ը հարցերի քննարկվել եւ բանակցվել է։ Ինձ համար մեկ բան էր պարզ այս բանակցություններից, որ Զելենսկին հայտարարում է, որ 100%-ով ստացավ այն երաշխիքները, որը որ Ամերիկայի Միացյալ Նահանգները տրամադրելու են Ուկրաինային, եթե պատերազմը ավարտվի, որպեսզի Ռուսաստանը չհարձակվի այլևս Ուկրաինայի վրա, այսինքն այդ հարցը 100%-ով քննարկվել եւ համաձայնեցվել է։ Այդ հարցը հիշեցնեմ, որ վերջնական չհամաձայնեցված հարցերի շարքում էր։ Հիմա փաստացի մնացել է Դոնբասի կարգավիճակի հարցը եւ այդ Զապարոժիայի ԱԵԿ-ի հարցը, թե ում է անցնելու Զապարոժիայի ԱԵԿ-ը, ատոմակայանը։ Եվ այստեղ էլ կարծես թե որոշակի լուծումներ ունեն, որոշակի գաղափարներ կա։ Ես երկար չեմ անդրադառնում նրանց մամլո ասուլիսին, թե ինչպես էր Թրամփը զգուշորեն գովում Վլադիմիր Պուտինին
ինչը դուր չէր գալիս բնականաբար Զելենսկին, ինչպես էր Թրամփը ասում, որ եթե հիմա խաղաղություն չհաստատվի, ապա Ուկրաինան նոր տարածքներ կկորցնի, շատ մարդիկ կզոհվեն։ Ուզում եմ բանակցությունների էությունը մենք բոլորս զգանք եւ դա մի փոքր դժվար էր կրկնեմ, քանի որ այդ երկար մամուլ ու ասուլիսից մեծ հաշվով ոչինչ չկար մեզ համար։ Միայն այն հասկացա, որ Թրամփը ասում է, որ մոտակա շաբաթների ընթացքում հնարավոր է հասնել խաղաղության, բայց Թրամփի այդ խոստումները մենք շատ ենք տեսել, ոչինչ տեղի չի ունեցել, եւ երկրորդը այն է, որ ինչ որ հատուկ ազատ տնտեսական գոտու կարգավիճակի հարցը Դոնբասի շուրջ կարծես թե արդեն պարզ է, երկու կողմերին մոտավոր պատկերացումը ունի Ուկրաինան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, մնում է դրան համաձայնվի նաեւ Ռուսաստանը եւ Ուկրաինան նաեւ մոտ է, ես դա հասկացա Զելենսկիի հայտարարություններից, վերջնական որոշում է, բայց դեռ չի կայացվել, մոտ է, որպեսզի որոշում կայացնի կամ հանրակրվեի մասով տարածքային զիջումներ անում են թե չէ Ռուսաստանին Դոնբասի ուղղությամբ կամ Ուկրաինայի խորհրդարանը ընդունելու է նման որոշում, այսինքն Ուկրաինայի խորհրդարանը կամ ժողովուրդը հանրակրվեի միջոցով կայացնելու են այդ հարցի շուրջ որոշումը։ Դա է ամենակարևոր եւ հիմա հիմնական հարցը, որպեսզի հաստատվի խաղաղություն Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ։ Ինչքանով է դա հարմար Պուտինին դժվար է ասել, Թրամփը շատ է համոզված, որ Պուտինը ուզում է, որ խաղաղություն հաստատվի, մի քիչ թերահավատ եմ ես ճիշտն ասած, բայց տեսնենք, նաեւ եվրոպական առաջնորդների հետ հեռախոսազրույց են ունեցել Թրամփը եւ Զելենսկին, եվրոպացիներին եւս փորձելու են ներգրավել այդ գործընթացի մեջ։ Այսքանը սիրելի հայրենակիցներ, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի միջև տեղի ունեցած բանակցությունների մասով։ Եվ վերջում, սիրելի հայրենակիցներ, քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ Չինաստանը մեծ եւ շատ լուրջ նոր զորավարժություններ է սկսում Թայվանի շուրջ, ինչպես օդում, այնպես էլ Թայվանի ջրերում։ Տեսնենք թե այս ամենից էլ ինչ է դուրս գալու։ Այսքանը հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն կհանդիպենք։